Սիրելիներ, այսօր ես որոշել եմ համեմատել հայկական եւ եվրոպական հարսանիքները։ Այսօր խոսելու ենք, թե ինչի եվրոպական հարսանիքներն այդքան համեստ են անցնում, հայկականները այդքան ճոխ, ինչ իմաստ են դնում եվրոպացիները իրենց հարսանիքների ծիսակատարությունների մեջ եւ ինչ իմաստ ունի մեզ մոտ մեր հարսանիքները, հա։ Այսօր հետաքրքիր կլինի նաև հենց ամերիկան հայերի համար նաև, չնայած խոսքը գնում է եվրոպական հարսանիքների մասին, բայց ասելով հայկական հարսանիքներ, ես նկատի ունեմ նաև ոչ թե հայաստանցի, այլ բոլորիս, հա, մեզ բոլորիս։ Համենայն դեպս մեծամասնությունը ինչպես են կալում հարսանիք կասվածը։ Որպեսզի դուք հասկանաք տարբերությունների ընկալումը եվրոպացիների եւ հայերի, պետք է մի հատ ես պատմություն պատմեմ։ Դեպքը տեղի ունեցել եվրոպական մեծ քաղաքներից մեկում, անունը չեմ տալիս, որովհետեւ դեպքը ինքը շատ հայտնի դեպք է, հա։ Ուրեմն գոյություն ունի Եվրոպայում, այսինքն այդ քաղաքում հայկական ընտանիք, որոնք որ փախստական են։ Եվ այստեղ կան տարբեր տեսակի կազմակերպություններ, որոնք քեզ ընդառաջում են, որպեսզի դու առանց մրցույթի ինչ աշխատանք կարողանաս վերցնել եւ աշխատել, հա։ Ու այդ կնոջը տալիս են աշխատանք ինչ որ միտեղում տնտեսվար։ Հիմա մանրամասն այսպես շատ չեմ ասում։ Եվ այդ կինը բարեհաջող ընդունվում է, աշխատում է առանց մրցույթի, որովհետեւ իրեն այդպես աջակցում են։ Որից հետո ինչ որ ժամանակ անց գալիս է պահ, երբ որ նա որոշում է ամուսնացնել իր տղային։ Եվ կանչում է իր գործընկերներին, նաև շեֆին։ Այս շեֆը եւ իր բոլոր գործընկերները գալիս են, տեսնում են հայկական ճոխ հարսանիքը, մի քիչ զարմանում են եւ որոշ ժամանակ անց, երբ որ պետք է այս կնոջ պայմանագիրը երկարացվի, շեֆը կանչում է եւ ասում է դժբախտաբար մենք որոշել ենք չերկարացնել պայմանագիրը, որովհետեւ մենք տեսել ենք քո հարսանիքի այդպես ճոխ արարողությունը եւ կարծում ենք, որ այս գործը քեզ պետք չէ եւ մենք այս գործը կտանք այն մարդուն, որին ավելի պետք կլինի, հա։ Մենք հայրս կմտածենք, այսինչ ուտող ուրացող շուն են, քիչամարդը ձեզ հարգել է, կանչել է, մի հատ էլ վերջում այսպես վատություն եք անում, հա։ Առաջին հայացքից մենք կարող ենք այսպես ընկալել։ Բայց ժողովուրդ ջան, ես ասեմ ինչպես են դա ընկալում եվրոպացիները։ Եվրոպացին գալով տեսնելով, որ դու սովորական փախստական ես, որ գործի խնդիր ունես, զորով այսպես քեզ ընդունել են իրենց աշխատանքի եւ դու այդպես ճոխ ես հարսանիք կազմակերպում, մտածում են, որտեղ կա սոցիալական խարդախություն։ Այսինքն, եթե դու քո հարսանիքի վրա ծախսել ես 30,000, 50,000 եվրո, ուրեմն հեչի պես դու տանը ունես մի 300,000-ից մինչև 500,000 եվրո գումար։ Հասկանում եք, այդ մարդու ուղեղում չի կարող անցնել մի բան, որը որ ամեն դեպքում ինձ թվում է իրականությունն է, որ այդ կինը կարող է ամբողջ ընտանիքով չեն կերել, չեն հագել, չեն շրջագայել, պահել են, հավաքել են գումարը, որ իրանց տղային այսպես պատվով ամուսնացնեն, որ խնամիրներն ասեն ապրեն, Գերմանիայի հայեր են, շատ լավ պատվով եւ այդպես դուխով սպասակեցիք ձեր տղային։ Հասկանում եք։ Այստեղ արդեն գալիս ամենակարևորը, այդ հարսանիքի ընկալումից։ Ես ասեմ հայաստանյան հարսանիքները եւ հայ հարսանիքները մի տեսակ անում են ուրիշներին զարմացնելու համար։ Ես հիմա ձեզ համար նորություն ասած չեմ լինի, որ հայկական հարսանիքները մեծամասամբ վարկով, պատքով արված հարսանիքներն են։ Հասկանում եք։ Ամուսնանում է Երևան City, Վազգենն ու Մանուշակը օրինակի համար, այնպիսի հարսանիք են անում, ըսկի այն Անգլիայում ամուսնացավ այն Վիլյամը, տենց հարսանիք ճոխ չարեց։ Այո, նայում ես հարսանիքին, շորից սկսած, ծաղկեփնջից վերջացրած, տեղով, տեսանկարահանումով, հոլիվուդյան production-ի մակարդակի տեսանկարահանում են անում։ Այնպիսի դեկորացիաներ, ծաղիկներ, այնպիսի կոշիկներ, այնպիսի զարդարանք, որ նայում զարմանում ես, ասում ես հասկացանք, բայց այդ ում եք զարմացնում։ Վարկով արած հարսանիքով, ում կարող եք դուք զարմացնել, հա։ Այսինքն այդ Ամերիկայում են շատ սիրում թանկանոց ավտոմեքենաներով, այսպես, չգիտեմ, գնում են Lamborghini են վերցնում վարկով եւ այլն, դե հարկային այդտեղ վարկային համակարգը շատ ավելի հեշտ է, քան օրինակ, չգիտեմ, Հայաստանում կամ նույն Եվրոպայում, հա։ Ինչի որ բյուսը ասի ապրես մեր բաճուլիկը այդպես շատ կարողացել է Lamborghini-ով հարսանիք անել, ինչի համար։ 5 րոպե կխոսեն ձեզնից, թե դուք ինչ լավ տղա եք, որից հետո ամբողջ կյանքում դուք կմնաք պարտքերի մեջ։ Ես Հայաստանում մարդ գիտեմ, որ վերցրել են վարկ եւ հարսանիք են արել, արդյունքում բաժանվել են 2 տարուց հետո, այդ մարդիկ 5 տարիա դեռ վարկ են վճարում, մի այդքան էլ պիտի վճարեն։ Հասկանում եք, ժողովուրդ, այդ ամեն ինչը նպատակը ոչ թե դիմացինին զարմացնելն է, այլ պարզապես ընտանեկան միջավայրում տոնելն է։ Ոնց են մեր հայկական հարսանիքները։ Մի հատ խնդրում եմ կոմենտներում գրեք, հա։
Նախ սկսեմ նրանից, նենց տպավորությունա, որ բոլորը դերասաններ են, որ դա ինչ-որ մի հատ կինո է նկարահանվում, բոլորը միայն ու միայն կենտրոնացված են լավ կադրերի վրա։ Ինչն է ինձ համար անընդունելի, որ հարգանք չկա հյուրերի նկատմամբ, գիտեք ինչ է, սպասասրահի դեմը մարդկանց սպասեցնում են տալիս մի 3 ժամ, ինչա իրանք այնտեղ այգում ֆոտո տեսանկարահանում անեն, ֆոտոսեսիա։ Այդ ձեր նկարները միլիոն հատ նույն դիրքով, այդ դուք եք տարբերությունը տեսնում։ Այդ մենք նայողը չենք տեսնում, որ հայերին ասես, գիտես ինչ, ոչ մի նկար Instagram չես դնելու, չեն անի։ Որ ասես 10 նկար իրավունք ունես միայն անելու, չեմ ասում հրապարակելու, չեն անի, որովհետև նպատակը ոչ թե ուրախանալ է, ներքին ուրախությունը, այդ սիրելի մարդկանց տեսնել, այդ բարեկամների հետ շփվելը չի, չէ, այդ գիտեք, ճոխ զարմացնես, ընկերուհիների զարմացնես, որ տեստես, դու այսինչ մարդու մոտ ես մեյքափ արել, ես ավելի թանկ մարդու մոտ եմ մեյքափ արել։ Իմ ծաղիկները այսինչ սալոննար է, քո ծաղիկները տես ավելի այդպես ցածր գնով սալոննա արել։ Սիրելի ծնողներ, ինձ գիտեմ, որ շատ են նայում մարդիկ տենց 40-ից, 50-ից, 60-ից անց։ Եթե ձեր որդին գալիս ասում է, մամա, պապա, խնդրում եմ, պետք է անես, պատիվ է, հարցն է պահանջում կամ փեսան է պահանջում, իջացրեք ձեր երեխեքին ձեր վզերից։ Եթե իրենց ընկերների մոտ իրանք պատիվ է, ինչ որ ձևով ձևական աչկերները կապելը, այդ ընկերները իրենց պետք չեն։ Եթե ընկերը քեզ պետք է հարգի, դու որտեղ արեցիր քեֆ, ինչ ավտո քշեցիր, ոնց գնացիր կամ քո շորը ինչ գին ուներ։ Եթե քո ընկերուհին քեզ պիտի հարգի, քեզ ով է մեյքափ արել, այդ մեյքափը, չգիտեմ, 100 եվրո է գինը, թե 50 եվրո է, ուրեմն դու նման ընկերուհու կարիք չունես։ Շատ հարցեր կան, այսպես պահանջներ են դնում, որ անպայման պետք է լինի այսինչ կոշիկը, այնինչ կոշիկը, այնինչ շորը, ասենց պահանջներ են դնում, ու ստիպված այդ պարտքերը ոնց են առաջանում, ստիպված հենց այդ պատճառով են առաջանում։ Բայց սիրելիներ, եթե ձեր տղան մոտենում է, ասում է, մեր հարսը, ասում է, չգիտեմ, ինձ պետք է այսինչ կոշիկը, այսինչ շորը եւ դրանք մի հատ աստղաբաշխական թվեր են, ասեք, մենք ֆեմինիստ ենք, ուզում ես աղջիկ ջան, գնա աշխատի առ։ Մենք հավասարության կողմնակից ենք։ Հիմնականում տենց պահանջներ գիտեք ովքեր են դնում, ովքեր կյանքում մի օր չեն աշխատել, երբևէ ոչ մի այդպես արժեք չեն ստեղծել։ Կրթությունն էլ, այն որ ասում է, ատեստատը մի կերպ դպրոցը ավարտել են։ Ես երբեք չեմ տեսել կրթված, խելացի, բանիմաց աղջիկը այտենց պահանջներ դնի։ Այն մարդ, եթե քո կոշիկը երբեք 20 եվրոից ավել չի եղել, դու չես կարող հարսանիքին մարդկանցից պահանջել, չգիտեմ, 1500 եվրոյանոց շոր։ Նույն այդ ֆուրշետները ում եք զարմացնում։ Այդ ֆուրշետները ում եք զարմացնում։ Եթե դու այդ ֆուրշետի մրգերից եւ ուտելիքներից տարին գոնե 6 անգամ չես կերել, դու այդ ֆուրշետը չպետք է դնես։ Նույնը դառավ նոր տարվա խոզի բուդը։ Եթե դու խոզի բուդը ուտում ես միայն նոր տարու, դա կեղծիք է։ Դու զարմացնում ես մարդկանց այդպես բան ես անում, խապկանք ես, օդ ես, թոզ ես փչում աչքերին։ Որ Հայաստանում ինչն է մեկ էլ հետաքրքիր, որ հարսանիքը Հայաստանում ընկալվում է որպես բիզնես նախագիծ։ Եվրոպայում դա այդպես չի ժողովուրդ։ Սկսեմ նրանից, որ Եվրոպայում, եթե դու ընկեր ես, ծանոթ ես, առանց բարեկամի, դե բարեկամները հնարավոր է ավելի շատ այդպես գումար տան, բայց 50 եվրոից ավել ոչ մեկ փող չի տալիս, ոչ մեկ։ Տալիս են մեծ կարող օրինակ քույրը լինի ծնողները 1000 եվրո կամ քույրը 300 եվրո, բայց դա էլ պարտադիր չի։ Ու մարդիկ չեն ընկալում, որ դու պետք է գաս ու իրենց հարսանիքի ծախսերը հանես։ Դրա համար եվրոպական հարսանիքները դու 30,000-ով Եվրոպա հարսանիք չես այնել, շատ քիչ գումար է համարվում, եթե դու ուզում ես այսպես գոնե ինչ որ միջին վիճակի ինչպես հարսանիք կազմակերպես։ Դրա համար հասկանում են շատ դեպքերում եւ աղջկա եւ տղայի հետ ընտանիքները հավաքվում են, ինչ որ իրենք են ֆուրշետ կազմակերպում, տեղ են վարձում, հասկանում եք, դուք չեք տեսնի այդտեղ ձևական ինչ որ ցուցադրական բաներ, եսի ինչ շատ քչերն են, որ իրենք այսպես աճ կապոցիով են զբաղվում։ Բայց այստեղ ընկալում են, որ մենք հարսանիք ենք անում, որ մեր ծանոթներին տեսնենք, որ ընտանեկան միջավայր լինի։ Հայկական հարսանիքներին տեսել եք, որ մարդիկ շփվեն իրենց հյուրերի հետ։ Առանձին այնտեղ իրանք կամերայով ու սելֆիներով են զբաղված։ Մարդ չես կամ ոչ շփվես, ոչ խոսած, կանչում են մարդկանց, որ երբևէ ոչ տեսել են, ոչ իրենց հետաքրքիր է։ Այդ հյուրերն են միշտ էլ դժգոհ են։ Ինչ ուզում ես արա, մեկը հյուրեր պիտի դժգոհ լինեն։ Գալիս են ասում են, այ այսքան կանչել են, փողել այսքան տվեցին, հələ դրանց սարքած սեղանին։ Կամ էլ հակառակ դեպքում սաղորելացում են, հələ ինչ ճոխ սեղան են դրել։ Ձեթից գոհ ոչ ոք չի լինելու։
Դրա համար արեք այնպիսի իրադարձություն, որ ձեզ համար լավ լինի, որ հոգու համար լավ լինի։ Այդ դարավ են դեմքի վիրահատության պես, բոլորինը նույնն է։ Վերջում այդքան փող ես ծախսում, տեսնում ես նույն այդ պրինցեսայի շորն է, նույն այդ մեյքափն է, նույն այդ զարդարանքն է, նույն այդ հարսի պարն է, ամեն ինչ նույնն է։ Էլի էդ էլա copy paste։ Հիմա անդառնանք այդ փողերին, հա, ուզում եմ դրա մասին անպայման խոսել։ Հիմա դուք ասեք ինչ ես մեզ կպել, դե փող ունենք, անում ենք։ Մենք գիտենք, հայերի փող ունենալը սիրելիներ։ Եթե եվրոպացին ունի 100,000 եվրո, եվրոպացին կարող է 30,000 եվրո մաքսիմում, օրինակ հարսանիքին ծախսել կամ օրինակ, չգիտեմ, նույն հաջորդությամբ ավտոմեքենա առնի, հա։ Մեր հայը, եթե ունեցավ 100,000 եվրո, նա մի հատ է կգնա վարկ կվերցնի եւ մի 200,000 եվրո հարսանիք կանի։ Ինչ որ sense մի տեսակ, գիտեք ինչ, ֆիքսված ֆինանսական այդ բարիքների վրա ցուցադրելու համար, որ այսպես իրանք շատ ավելի շատ արժեն, շատ ավելի շատ ունեն, քան իսկապես այդպես է։ Ես անկեղծ ասած մի քիչ դա չեմ հասկանում։ Դեռ ամոթ է նման ձևով ցուցադրականություն կազմակերպելը փող չունենալը ամոթ չի։ Այսօր նստած տեսական վիճակ կա, մեկը արայա, մեկը արքայա, վաղը արա ես, մյուս օրը արքա ես։ Փող չունեք, մի արեք։ Վարկով Լամբորջինի առնել, գնալ հարսանիք ցույց տալ, բայդ իրանց երկիչները կլկլոցներով, ինչ պարտադիր է կարող եք ասել։ Հիմա ես ասեմ եվրոպացին ինչպես անում։ Նա եվրոպացին, ով որ ունի բավականին փող, միլիոնատեր չի էլի, բավականին ունի գումար։ Ոչ ոք չտես չի։ Եվրոպացին ինքը նպատակ չունի քեզ զարմացնելու։ Ինչ պետք է զարմացնի։ Այսինքն ինքը նպատակ չի տեսնում, չի հասկանում, ինչու պետք է քեզ զարմացնի, որ ինչ։ Եվ հետո իրենք հարսանիք կարող է անեն շատ զյուրդի օրինակ կգզում այնպիսի վայրում, որ այո, բավականին թանկ է, իրանց ընկերական շրջապատում, այո, շատ այսպես հատուկ հյուրեր կանչեն իրենց ընկերներին եւ այլն, բայց ամենակարևորը անգամ այդ դեպքում չկա չտեսություն։ Այդ արևելյան երկրներում են Հնդկաստանում է, որ 99% աղքատության մեջ են, միլիարդներ են ծախսում հարսանիքի մեջ։ Հիշում եք մի քանի տարի առաջ եղել էր։ Եվրոպացին անգամ շատ գումար կարող է ծախսի ինքը, չգիտեմ, եւ շոր առնի եւ այլն, բայց ինքը դա ցուցադրական ձևով այդ ամեն ինչը չներկայացնի։ Դուք չեք տեսնի ոչ մի միլիարդ հատերոջ կամ միլիոնատերի կամ հարուստ մարդու չտես այդպես վիդեոները Instagram-ներում, չեք տեսնի, որովհետեւ այստեղ ցուցադրելը ամոթ բան է։ Սա ցուցադրելը, ինչպես ասում են ռուսները, դուրնոյ տոնա։ Այստեղ տեն ցուցադրում են միայն միգրանտները, թուրքերը, արաբները, այն նոր եկածները, հիները, չէ, այդքան չարդեն իրանք մի տեսակ ինտեգրվել են այդ առումով։ Եվ ամենակարևորը, եվրոպացին գիծ չի, նա հասկանում է, որ եթե ես հիմա շատ ճոխ հարսանիք անեմ, ցուցադրեմ, ինչ որ չտեսավարի այսպես նկարներ, սելֆիներ եւ այլն, դա կհայտնվի մամուլում, հարցեր կառաջանան, լավ, այդքան գումար ունես, բա արի ու դուր շքեղության հարկ։ Մարդիկ հասկանում են, որ պետք չէ մարդկանց աչքը ցավացնել, պետք չէ շատ մեյդան ընկնել։ Դու հարսանիք ես անում, ոչ թե Instagram-ի համար, ոչ թե ընկերուհիներիդ համար, դու հարսանիք արա մի հատ սպիտակ շոր հագիր, գնա, բայց իմացիր թե ում հետ ես դու հարսանիք անում, այդ մարդը քո սիրիացյալն է, ոչ թե ընտրիր քո հարսանեկան շորը շատ այդպես մանրամասն, այլ ընտրիր տենց քո կողակցին։ Վստահ եղերի, որ այդ մարդու հետ պետք է կյանքդ կապես։ Երբեմն այդ մեր հայկական բանն է։ 2 շաբաթ իրար չգիտեն ամուսնանում են, բայց եղունդերի լաքը տենց կարող է մի ամիս ինքը ընտրի թե ինչ գույն է անում։ Այդ հարսանիքն է ինձ թվում է շատ ինչ որ շատ խորհրդավոր, շատ այսպես ինտիմ պահ լինի։ Ձեր միջև, ձեր ընտանեկան ընկերական շրջապատում։ Ես օրինակ պետք է ասեմ հարսանիքը, որ իրար մեջ խոսեք, իրար մեջ շփվեք, այլ ոչ թե վերցրել են ծեսեր, որ Հայաստանում երբեք չէ, հարսին պատրաստելու պահնա, չգիտեմ, կոշիկ են կորցնում, կանչում են պարային, ասեմ, պարային խմբեր, այնտեղ երկողներ, այնտեղ, չգիտեմ, թմբուկահարներ, այնտեղ էլ եսի մի 30,000 եվրոյանոց մի երկիչ, որ կլկլացնում է, ժողովուրդ, արեք հարսանիք ձեզ համար, ձեր հոգու հանգստության համար։ Ես ավելի քան վստահ եմ մարդիկ կան, ովքեր հարսանիքից հետո հոգնած այդ ստրեսային վիճակից, որ ըստ էից պետք է այնտեղ գնաց առավոտը ես իմ երբ հարթնացել, հաճ չի կերել, չգիտեմ, ասենց ֆոտոսեսիաների մեջ ոչ ոք դա հետո չի հիշում, դուք էլ չեք հիշում։ Ձեր հարսանիքը ձեզ համար ընդհանրապես ստրեսային վիճակ ա եղել, որտեղ դու ոչ փեսու հետ ես նորմալ շփվել, ոչ կարողացել ես քո ընտանիքի հետ խոսել, ոչ քո ծնողների, բարձր երաժշտություն է, թամադանել ընտեից, ինչ։ Մի հատ խնդրում եմ մեկը գրեք ձեր կարծիքը, դուք եղել ա երբևէ որ նման տեսակի հիմա որ ես նկարագրեցի հարսանիքի եք ներկա գտնվել եւ դուք վայելել եք, հաճույք եք ստացել։
Ու ես ինձ հետաքրքիր է նաև ձեր մոտեցումը կոմենտներում ու եթե ձեզ հետաքրքիր է այս շարքը ես կանեմ այսպես ավելի հաճախ ու ինքը կոչվում է ոչ պոպուլյար կարծիք